ԿՊԱ-կան պատգամավոր Սասուն Միքայելյանի, Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի Սևան ազգային պարկի տարածքում գտնվող առանձնատները կքանդեն։ Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը։ Տարածքները օտարելու են ու փոխանցեն պետությանը։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկույցի ժամանակ նշեց, որ գործընթացը սկսվել է, թե պետք կան իրավական որոշ խնդիրներ, սակայն դատախազությունը պատրաստվում է դիմել դատարան։ Գույքերը պատկանում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բնականաբար հայտնի գույքեր են, մեկը Հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանի նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձին, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Ու այս աշխատանքները հիմնականում վերաբերում են պարոն Թորոսյանի նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին էլ մտահոգել են կառավարության անվան շուրջ պտտվող կեղծ տեղեկությունները։ Հարությունյանը ՏԿ նախարարին հորդորել է ուշադիր լինել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունների հարցում։ Ըստ Հարությունյանի, նրանք կեղծ տեղեկություններ են տարածում կառավարության մասին։ Շատ են դեպքերը, չեմ ասի բոլորը, բայց շատ են դեպքերը, որ օրինակ պարոն Վարդանյանի հետ Քաղաքաշինարարական կոմիտեի նախագահի թելը բռնում են, գնում են բուն պատճառների եւ պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը կամ գումարը ստացել եւ իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել եւ այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս եւ ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում։ Հարությունյանի անհանգստությունը կիսել է ՏԿ նախարար Խուդատյանն ու խոստացել այդ ընկերությունները անպայման լինելու են իրենց ուշադրության կենտրոնում։ Ամբողջությամբ համակարծիք եմ պարոն Հարությունյանի հետ, սա ասում եմ են տրամաբանության մեջ, որ շինարարական ընկերության աշխատակիցներն էլ իմանան, որ բոլոր այն դեպքերում, երբ որ շինարարը մեզ կատարողական է տվել, մենք դեկտեմբերի 18-ի դրությամբ բոլոր այդ դեպքերում ֆինանսավորումը իրականացած կլինենք։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ արագ ահազանգման հեռախոսահամարներն են փոխվել, կամ ավելի հստակ, դրանց փոխարեն գործելու է մեկ ընդհանուր հեռախոսահամար 112։ Ըստ ներքին գործերի նախարարի տեղակալի այսպես մարդկանց համար ավելի հեշտ կլինի։ Հիմա գործող հեռախոսահամարները շատ են ու քաղաքացին ինքն է ստիպված կողմնորոշվել ահազանգի պահին։ Իսկ մեկ ընդհանուր հեռախոսահամարի դեպքում զանգերի կենտրոնը կվերահասցի զանգն ըստ անհրաժեշտության։ Նախկին 101, 102 եւ 911 հեռախոսահամարները կգործեն այնքան, քանի դեռ իրազեկման ակցիա չի եղել։ Հանրությանը պատշաճ տեղեկացնելուց հետո դրանք այլևս չեն գործի։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման եւ նաեւ շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Կառավարության նիստվարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ պաշտոնական այցով Գերմանիա մեկնած Նիկոլ Փաշինյանը այնտեղից միանգամից Ռուսաստան է մեկնել։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։